Հետո շարունակության մեջ պատմության ասում է Հովնան առաջի գլխի 5-րդ խոսքից, Հովնանը փոթորիկի ամենածանր պահին ինչ էր արել, քնել էր Հովնանը, ասում է իսկ Հովնանը իջել էր նավի խորքը, գիտեք մտածում էր, որ եթե իջնի խորքը, Աստված չի գտնի իրեն այնտեղ, եթե իջնի խորքը անհասանելի կլինի, անտենաները չեն բռնի Աստծո այնտեղ, լինում է չէ, երբ որ դու մեղք ես գործում, մի անգամից չես բերում քեզ Աստծո առաջ, այլ թաքնվում ես մտածելով մի քիչ ժամանակ անցնի, նոր կգնամ եկեղեցի, հիմա անհարմար է այսպես գնամ եկեղեցի, եւ Հովնանն իրեն թաքցրեց, Ադամը իրեն թփերի արանքում, Հովնանը նավի խորքում, ինչ էր արել նավի խորքում, ամենածանր պահին, իջել էր նավի խորքը, պառկել էր, հիշում եք Աստված առաջինը ինչ ասեց Հովնանին, վեր կաց, բայց Հովնանը պառկեց ու իմ մոտ գրված է խորը քնեց, ոչ թե քնեց, կան մարդիկ մեր մեջ, որ քնում են, բայց մտքով արթուն են, չէ, մի հատ ճանճ էլ տզա վեր են կենում, մարդ էլ կա ռումբ էլ պայթի, իր հետ վեճը չի, ես շատ վախենում եմ այդ մարդկանց համար, որ հանկարծ Հիսուսը գա քնած մնան իրանք, խորը քնել էր, քույրեր եղբայրներ, ինչպես կարող է մեկը խորը քնել փոթորկի մեջ հայտնված նավի մեջ, որը անընդհատ տարուբերվում էր ալիքներից, ես չեմ հայտնվել նման իրավիճակում, բայց հայտնվել եմ օդանավի մեջ, որը տուրբուլենտության մեջ է ընկել, ինչքան քնած մարդիկ կան վեր էին թռնում եւ հայր աղոթն են ասում այդ ժամանակ, բայց Հովնանը քնել էր, եւ այս քունը խոսում էր իր անտարբերության մասին, իր անջատվածության մասին, Աստծո խոսքը կար, բայց ինքը հասանելի չէր, եւ հետո ասում են նավապետը նրա մոտ եկավ, նավապետը, որ մի հեթանոս մեկն էր, եւ Աստված խոսում էր, չէ, նաեւ իր միջոցով, նավապետը նրա մոտ եկավ եւ ասաց նրան, ինչ ես քնել, այս մեր նոր թարգմանությունները շատ նրբիկ է, հին թարգմանություն շատ լավն է, ասում է, ինչ ես մրափել, կա տարբերություն քնելու եւ մրափելու միջեւ, որն է տարբերությունը, ասեք մի հատ ուշեք հասկանանք, ինչը մեռելի պես քնել, հետն էլ խռացնել շատ ուժեղ, ինչ ես մրափել, ինչ ես քնել, վեր կաց, աղաղակիր քո Աստծուն, պատկերացնում եք հեթանոսը մարգարեին, ասում է վեր կաց աղոթ կար այն մարդ, այդպիսի մի դեպք եղավ, ասում եմ մի անգամ ճանապարհային ավտոտեսուչը կանգնեցնում էր հովվին, որ ուշանում էր քարոզից եւ 150 կմ/ժ արագությամբ գնում էր, կանգնացեց, դուրս եկավ, հետո ասեց, պարոն, ինչու եք արագ վարում, հետո այդ քարոզիչը դուրս եկավ, ասեց, եղբայր ջան, չեմ ասում, ոչինչ չեմ ասում, ամեն տեղից ուշանում եմ, ես ինչ կյանք ա, որ ես եմ ապրում, հետո այդ ավտոտեսուչը նայեց, ասեց, պարոն ասում է, ընենց եմ ձեզ հասկանում, ես էլ էի տենց կյանքով ապրում միջև Քրիստոսը։ Մարգարեն հայտնվել էր այդ վիճակի մեջ, որ հեթանոս իրան պիտի բշտեր, վեր կացներ, ինչքան այսօր հավատացյալներ կան, որոնք քնած են, որոնք անհոգության մեջ են քնած, անտարբերության մեջ, անջատված են, անջատել են իրենց ներքին ընկալիչը, որ հանկարծ Աստված իրենց հետ չխոսին, բայց անհավատներն անգամ զգում են մեր իրավիճակ, ես հիշում եմ մի անգամ բանակում, երբ որ քնած էի եւ առավոտվա 4-ի կողմերն էր, աչքերս բացի, տեսնեմ գլխիս վերևում կանգնած են, հավաքվել են մեր զորանոցի զինվորները, առաջի հարցը էր, մեռել եմ, տեսա չէ, բան ա եղել, ինչ-որ բան ա կատարում, բոլոր ինձ են նայում, ինչ-որ տարօրինակ բան եմ արել, ասում եմ, չեք հավաքվել գլխից վերում, ասում եմ, այս խորը քնած էր, չհասկացար ինչ եղավ, ասում եմ, չէ, ասում եմ, երկրաշարժ եղավ, լավ եղավ, չեք հավաքվել իմ շուրջը, ասում եմ, որտեղ դու ես, այդտեղ բան չի լինի, հիմա այս նավապետը այդ վիճակում էր, զգում էր, որ սրա հետ մի բան է ինչ ես, մի տեսակ ուրիշ է, դրա համար եկավ նրան արթնացրեց, ասեց, վեր կաց, ինչ արա, աղաղակիր քո Աստծուն, գուցե Աստված մտածի մեր մասին եւ մենք չկորչենք։